Այժմ քննարկում ենք առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ մտցնելու փաթեթը պայմանավորված է այս մեր նախաձեռնությունը համակարգի ներդրումից հետո ուշադրությամբ եւ ճկուն մոտեցմամբ լսելու մեր քաղաքացիներին, դիտարկելու առաջին եռամսյակի իրավակիրառ պրակտիկան եւ ինչպես մենք սահմանել էինք օրենքը ընդունելուց մինչեւ 6 ամսվա ընթացքում որոշակի այս փորձ ու կուտակած կետերի շուրջ եւս փոփոխություններ առաջարկել։ Մենք առաջարկում ենք, որ 2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու դառնան նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք, մեր տաքսիների վարորդները, եւ սա նրանց կողմից է նաև առաջարկ պահանջ ներկայացվել եւ հաջորդ խումբը եւս 2027 թվականի հունվարի 1-ից առաջարկում ենք, որ արդեն իսկ ապահովագրված անձինք իրենց փոխկապակցված անձանց եւս կարողանան ներառել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Մեր քաղաքացիների կողմից նման առաջարկների ներկայացումը ինչ որ առումով նաև ցուցիչ է, որ ըստ էության ընդհանուր առումով գոհունակություն կա համակարգի գործարկման մասով եւ սա էր մեր նպատակը, որ համակարգը լինելով համընդհանուր այնուամենայնիվ առաջին հերթին լինի ցանկալի միանալու եւ ապահով լինելու առողջության մասին հոգ տանելու հարցերի շուրջը։ Նաեւ առաջարկում ենք, որպիսի անհատ ձեռնարկատարերի համար առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճար վճարելու ժամկետը ապրիլի 20-ից տեղափոխենք հուլիսի 20-ը եւ եւս որոշակի ժամանակ ընձեռենք մեր սիրելի քաղաքացիներին իրականացնելու վճարները։ Մենք նաեւ պարոն վարչապետ ձեր հանձնարարությամբ աշխատում ենք մեր գործընկերների հետ տեխնիկական հնարավորությունների մասով լուծումներ գտնելու եւ ազգային ժողովում օրենքի քննարկման շրջանակներում արդեն կկարողանանք վերջնական հանգուցալուծման գալ, արդյոք կարող ենք մինչև հունվարի 1-ը գործարկել ամեն ամսվա վճարման մեխանիզմը։ Այստեղ ուզում եմ նշել, որ մեր մոտեցումը ցանկությունն է, որ այս ձևաչափով լինի վճարումները, ուղղակի ունենք տեխնիկական համալրվածության ապահովման հարց։ Պարոն վարչապետ, խնդրում ենք նաև նախագիծը դիտարկել անհետաձգելի եւ մինչև ստորագրելը որոշակի խմբագրական եւս փոփոխությունների հնարավորություն տալ։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, նախ ես ինչքան հասկացա, տեսեք, անհատ ձեռնարկատերերի եռամսյակային վճարման մեխանիզմի հետ կապված այդ ոչ թե մենք տենց հատուկ որոշել ենք, այլ ինչքան հասկացա, իրանք հարկային հաշվետվությունների եւ այլնի համակարգում ինչ որ բան կա, որ եռամսյակային տրամաբանությամբ է գործում։ Հա, զինապահ հիմնադրամին այդպես են վճարել, եռամսյակային տրամաբանությամբ տարեկան են վճարել, հա, այսինքն իրանց մոտ ամենամսյա տրամաբանությունը չի եղել սովորական, տենց իներցիայով ուղղակի, քանի որ ազդակ չի եղել, որ դա խնդրեմ է, այն գլխից պլանավորելիս մենք այդտեղ բան չենք փոխել։ Հիմա ազդակը ստացել ենք, այդ քանի որ իրան պետքա ծրագրային մոդուլը ապահովի, հնարավոր չի ինքը ուղղակի որոշման բանել։ Եթե որոշմամբ հնարավոր լիներ կանեինք, հիմա երկարաձգում ենք ժամկետը վճարման համար անհրաժեշտ, որպեսզի իրանք եռամսյակին պետք է վճարեին տարվա համար, թե եռամսյակի համար։ Իրենք պետք է տարեկան մեկ անգամ վճարում իրականացնեին ամբողջ տարվա համար։ Հա, հասկացա, քանի որ զինապահ հիմնադրամին իրանք տարեկան վճարում էին մի անգամ, եւ մենք այստեղ էլ զինապահ հիմնադրամի հետ ինչ որ գումարներ վերահասցեագրեցինք առողջության ապահովագրությանը, դրա համար այդ մոդուլի հետ կապված, որ նախկինում հարց չի եղել բարձրացված, թե ինչի է տարեկան եւ ոչ թե ամսական, տենց իներցիայով ուղղակի եկել է։ Հիմա քանի որ ազդակը կա, մարդիկ բողոքում են, նաեւ առաջարկում են, որ ամենամսյա դառնա վճարումը, հիմա մենք առաջին փուլով այդ տարեկան վճարման ժամկետը երկարացնում ենք մինչեւ հուլիսի 1-ը, որ
Հունիսի Հուլիսի 20-ը, հուլիսի 20-ը գործող կարգավորմամբ միջև երբ էր։ ապրիլի 20-ը։ Ահա։ Երկարացնում ենք, բայց այդ ընթացքում մենք կաշխատենք մոդուլները ծրագրային փոխել այնպես, որ ամենամսյա սովորական վճարումների ռեժիմ կա։ Էլի ուզում եմ ասել, որ մենք ստեղ ուղակի այդ տրամաբանությունը շարունակել ենք նախկինում եկածից, որովհետև ազդակ չի եղել, որ ամենամյա վճարումները այս առումով պրոբլեմատիկ են։ Իհարկե երևի թվերը փոխվել են որոշակիորեն մեծացել է, բայց նկատի ունեմ ի սկզբանե չենք պլանավորել, որովհետև եղել է համակարգ, որի հետ կապված ազդակ չի եղել, եւ հաջորդը տաքսու վարորդները մեր հարգելի, ովքեր իրենք ցանկություն էին հայտնել, որ իրենք են մասնակցեն, ելի ամենամսյա վճարումներով պետք է լինի, մենք այդ հնարավորությունը ստեղծում ենք 2027 թվականի հունվարի 1-ից։ Եվ ստեղ ես ձեզ հետ համաձայն եմ, որ երբ որ ճիշտն ասած իհարկե որ տենց բողոքի ռեժիմում է տեղի ունենում, parza դա այլ ժանր է, բայց երբ որ մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսու վարորդները, ինչի՞ց են բողոքում տաքսու վարորդները, ասում են մեզ է ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ։ Սրանից ավելի լավ գնահատական կարծում եմ գոյություն չունի։ Եվ ես հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ ուղիղ ասել, իհարկե, եթե տեղյակ եք, վերջին ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերով եւ Երևանով մենք ակտիվ շրջեցինք, եւ ես ուղիղ ուզում եմ ասել հետեւյալը. մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ այսքան արագ եւ այսքան ծավալով ինքը ունենա արձագանք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար